Սիրելիներ, աստվածային իմաստության գուգարոտի եկեղեցվո հովիվը անդամները, որովհետև մենք կարողանանք տեսնել և ճանչնալ Աստուծո ծրագիրը, Աստուծո կամքը, հատկապես մարդու փրկության համար։ Շատ մեծ իմաստություն և հոգի առաջնորդության կարիք կա։ Դերևս նկատեցիք այսօր մեր պաշտամունքի մեջ փոփոխություններ կան, բայց արդյոք ինչպիսի աստվածաշնչյան հիմքով։ Արդյոք մենք կարող ենք տեսնել Մարիամը ծննդոցի մեջ, որ փրկության խոստումը դրվեցավ, որ իր սերունդեն պիտի ըլլա ծննդոց 3-ի մեջ։ Արդյոք մենք կրնանք տեսնել Մարիամը Եսայի մարգարեության մեջ և մնացյալ մարգարեության մեջ, և ինչպես կրնանք տեսնել Մարիամը ավետարաններում մեջ։ Այսօր այս ուղղությամբ պիտի փորձեմ ամբողջ կերպով մեկ հատվածի վրա կենտրոնանալ։ Բայց մենք այս բանում սիրելիներ, մեր միտքը, մեր զգացումները լեցված են մարտի 8-ով, կանանց համաշխարհային տոնով։ Ամեն տարի զգալի կերպով մենք կտեսնենք Երևանի ելուզերը կփոխվի, փողոցները, ծաղիկները, վարդերը կթափվին, ժողովրդին դեմքին վրա ուրիշ տեսակ արտահայտություն կա, քննադատելու մայրերը երբ լինեն։ Սիրելիներ, 19-րդ և 20-րդ դարը շատ զարգացման դար եղավ, որում մեջ բավականին դեղ ունեցավ մարդկային իրավունքներու պաշտպանությունը, որ մարդ արարածը իրավունք ունի պաշտպանվելու, պաշտպանված ըլլալ միջնադարյան և խավար դարերու եղած վայրակությունները կարգմցեղերու, կարգմժողովուրդներու գնոջ հանդեպ անհանդուրժելի էր։ Եվ եկավ ժամանակը, որ մարդիկ անդրադարձան ի շնորհին եկեղեցու և ավետարանում։ Եվ 20-րդ դարում մեջ հաստատվեցավ մարտի 8-ը որպես համաշխարհային կանանց տոն։ Տեսեք սիրելիներ, ամեն ինչ որ աշխարհը գնե վատը չէ։ Զարգացման մենք բդուղները կկարենք, բժշկության բդուղները կկարենք, աշխարհի հարաճընթացքը մարդկային կյանքի որոշ հանգստություն կտա, բայց ուր է Աստված, ուր է Քրիստոս ներկա զարգացող աշխարհի մեջ։ Եվ մենք կտեսնենք աշխարհ որքան կզարգանա, այնքան Աստուծո է։ Եվ Աստուծո մարդուն շնորհած իմաստությունը իրենց անձերուն կվերագրեն։ Բայց երբ մենք Աստվածաշունչը կգարտանք հոգիով և կուզենք հոգիով տեսնել Քրիստոսի կյանքը և Քրիստոս ինչպես պատիվ ըրավ գնոջ, վերականգնելով գնոջ գործընծուած պատիվը և դերը։ Կրկին անգամ Քրիստոս արիթ տվավ, որ գնոջ կյանքը վերականգնվի և գտնե ճիշտ այն տեղը, ուր Աստված ստեղծած է իր նպատակով և իր ծրագրով։ Աստուծո օգնությամբ այսօրվա մեր խորհրդածության նյութը պիտի ըլլա, թե քրիստոնյա կինը
վերստին ծնունդ ունեցող գինը գոչում ունի։ Այսինքն գինը աստվածադուր գանչ ունի, գանչված է իր որոշ նպատակին և ծրագրին համար։ Սիրելիներ, տրախտին մեջ մեղքի պատճառով գինը գործընծուց իր գոչումը այն նպատակին համար, որ ինքը ստեղծված է։ Բայց դեր Աստված իր շնորհքով գնոջ խոստացավ գրքին անգամ շնորհել իր գոչումը։ Իսկ ո՞րն է գնոջ գոչումը։ Լինել օգնական Ադամին, որպեսզի Ադամ ու Եվան ապրին Աստուծո ներկայության մեջ։ Իրար օգնելով իրենք կյանքը պիտի ապրեին Աստուծո հետ, Աստուծո փառքին համար, այսինքն ցոլացնել Աստուծո փառավոր գործերը։ Մարդով և գնոջմով պիտի ցոլար այն Աստուծո գործերը, որ մարդը ուզեց դալ, որ Աստված ուզեց այդ մեկը դալ մարդուն։ Բայց գնոջ մեծագույն գոչումը շուքի մեջ մնաց 4000 տարիներ։ Այդ մեկը շուքի տակ էր, գործված էր։ Երբ աստվածային ժամանակը լեցվեցավ, Աստված իր սուրբ խոստումին համաձայն, որ Եվային ըրած է, ուղարկեց իր սուրբ հոգին հավատքով և առաքինությամբ օժտված գույս Մարիամի ներսում։ Մարիամին շնորհվեցավ իր իսկական գոչումը, որ է լինել օգնական մարդկային մարմին հագած Քրիստոսին, որպես Քրիստոսով գրքին անգամ և հավիտենապես փառավորվի Աստված իր ծրագրով և գործերով։ Գին մարդը իր որովայնին մեջ պիտի գրեր Հիսուս և պիտի խնամե ու պիտի պատրաստե մարդացած Քրիստոսը, որ անիկա հասակ կաշե և օրը և ժամանակը կա հայտնվի որպես մարդության կրկիչ։ Եվ այս մեկը այլ մարդուն չէր դրված, գնոջ դրված էր։ Եվ այսպիսով գինը դարձավ Քրիստոսի և եկեղեցվո քերակույն օգնական։ Կհամաձայնի քույր է, որ դուք Քրիստոսի և եկեղեցվո օգնականներ եք։ Այսօր արիվը չէ, որ ես խոսիմ մայրամապանության մասին։ Շատ մեծ ընդարձակնիկ մնա։ Ասեմ ձեզի, երկու ծայրահեղություններ կան։ Ընդհանրապես աստվածաշնչյան էջերի միտերը երկու ծայրահեղություններում կացած են։ Ոմանք Մարիամին ճիշտ դերը չեն տված, ոմանք իր ճիշտ դիրքեն շատ ավելի փարսացած են։ Շատ զգուշ լավի են։ Ես մի օր այցելեցի քրիստոնեական քրադում և այնտեղ շատ գեղեցիկ թաբլոներ կային, տեսարաններ, անոնց վրա գրված համարներ, զանոն գրի իմ խանութը, թրի իմ ներքին սենյակը, անոնց վրա գրված համարներով, ամեն օր ես ուզեի Աստծո ներկայության մեջ կար, և այդ թաբլոներեն մեկը, որ իմ վրա շատ մեծ ազդեցություն ուներ, դունս դատարկ էր, առանցին էի, չէի ամուսնացած 6 տարիներ տևեց, թանների պատկերը դրի առուձներում մեջ։ Եվ գսեի օրն եթե տղազանագին անունը թաններ։ Այսպես թանել առուձներում մեջ, թանյելի աղոտքը թագած է առուձներում տղան։
ասպես թաբլոներ կա։ Մասը ինչու կա։ Այդ վաճառախանութը, որ քրիստոնեական թաբլոներ կծախում։ Սի Մարիամի նկարում ոչ սպես Սիգներս եթե արսում դարձում։ Տունեսի դունը մորդ նկարել։ Ունից սավ այո։ Սի ասկականներում նկարել ունից այո։ Սի Մարիամին է ինչ ունից։ Ինչ ունից Մարիամին։ Սի ինչու Մովսեսի նկարել տնե, Տանելի նկարել կվաճարել։ Այդպես է, ինչու սի եկ որ գարկը Մարիամին կար շող կալակ, ինչու, գիտեք Մարիամին չերած է, աշխարին պրկիշտ է, սիրելիներ, ասի մեկ ծայրայություն, և ուրիշ ծայրայություն ալ, բոլորովին ուրիշ կողմենար, Ինչու համար մեծ կարոզիչներ սուբկիրքի անձնավորությունները գսերդեն և Մարիամի անձնավորությունը չես ինչու ես այսօր մեկ թրվակ մգիդի ներգայաց պատկամս երեկ կեդերով ներգայաց առաջին Մարիամի Միշնորդությունը և բարեփոխությունը իր գործում։ Եթե մտքիդ մեջ քիչ մտցումներ ունենաս, դու հանդարտ հետևես։ Տեսեք։ Հատվածը մեծի գուկա Հովանն ու Աբեդարան։ Երրորդ օրը հարսնիկ մգար Գալիլեայի Կանա քաղաքը և Հիսուսի մայրը հոներ։ Հիսուս արգան չվեցավ այն հարսնիկին ու իր աշակերտներն Եվ քինին բաքսեցավ Հիսուսի մայրը ըսավ անոր Հիսուսին Քինի չունին Հիսուս ըսավ Ով գին Տուն ինձ հետ ինչ բան ունիս Իմ ժամանակս դեռ հասած չէ Մայրը սպասավորներուն ըսավ Ինչ որ ցեզի ըսել ըրեք Եվ Մարիամ իր որդին ըսավ Քինի չունի Այս շատ հստակ խնդրանք է որ Հիսուս հարսնևորներուն քինի շնորհ է Երբ իմ դիկինս ըսե հարկոր սարդարանը լավ աշկ չի գա ըսել է թե քնա լավ աշկ է Ինչ կա հասկրանք, երբ որ հարկ չի գա Դան հայրը ինչ պիտեն է, հասը պիտի ապահով է Երբ որ Մարիամը սավ Հիսուսին քինի չի գա, դրս քինի դուր, որովհետև Մարիամը իր որդին լավ կճանչնար և այս թերքի մեջ շատ հստակ կտեսնենք Մարիամի միշտորդությունը և բարեփոխությունը Երբ կսե քինի չունի, Հիսուս կպատասխանի, ով գին Որովհետև Հիսուս Մարիամին հայտնած էր, որ ուքայ ժամանակ իմ հաղորդակցությունը քեզի հետ մարմնավորեն անկին գանցնի և կվերածվի հոգևորի։ Ասի մայրամապարության մեջ շատ կարևոր է։ Հիսուս երկու բնություն ուներ, մարդկային և աստվածային։ Բայց եկավ ժամանակը, որ Քրիստոս իր մարմնավոր գաբը գոդրեց և հոն սկսավ գործել իր հոգևոր գաբով։ Կպատասխան է ով գին, դու ինձ հետ ինչ բան ունիս, դու ինձ հետ ինչ գործ ունիս, իմ ժամանակս դեռ հասած չէ։ Դեռ չէ եկած օրը և ժամը, որ ես աշխարհին հայտնվին, ով եմ ես և ես ինչու աշխարհ եկած եմ։ Սակայն Մարիամ սպասավորներուն ըսավ, ինչ որ ցեզի ըսե ըրեք։ Ես այս հատվածի մեջ ինչ կտեսնեմ։
դիտելով ամբողջ Աստվածաշունչը։ Հիսուս իր ժամանակը փոխեց։ Հիսուսի գործելու ժամանակը չէր հասած, բայց Մարիամի խնդրանքով իր ժամանակը փոխեց։ Դարիներ առաջ հալել ոգևոր քիթ մի եկավ, հեղինակը հոլանդացի անգլերենով գրած էր, եւ արաբերենի թարգմանված էր։ Քիթին վերնակիրը այսպես. Արդյոք աղոթքը Աստուծո միտքը կփոխե, հեր սալա յուղայ ֆկրալա, ասիկա շատ զորավոր վերնակիր է եւ խոսք է։ Եթե Աստված իր միտքը կփոխե, վա, պատուհաս է, Աստված մարդ չէ, Աստված իր միտքը չի փոխել, ով իր միտքը կփոխե, ամոր կգասկածի, ամոր կգարձե թե սխալած է, ամոր կդարագուսի, բայց Աստծո բնության մեջ այդպիսի բան չի գա։ Արդյոք աղոթքով Աստծո միտքը կփոխվի, տեսեք սիրելիներ, դերը իր միտքը չփոխել, բայց ժամանակը կփոխել, արիթմը կուտա շնորհիվ բարեխոսական աղոթքին։ Այս սկզբունքը կտեսնենք Մովսեսի բարեխոսական աղոթքի մեջ։ Երբ որ Մովսես լեր պաշտացավ 40 օր, ներքև ժողովուրդը խոդորեցավ եւ ոսկի հոր չինեց։ Եվ Աստված Մովսեսին ասավ, իջիր նայր ժողովուրդը ինչ եղավ։ Եվ Աստված Մովսեսին ասավ, թույլ տուր ինձ, որ այս ժողովուրդը փչացնեն եւ քեզի մեծ ասկ մղնեն։ Այս ժողովուրդը իմ բաղերաններուց հետ չի կարել։ Հոն Մովսես Աստծո առջև գեցավ։ Դերսան եթե ժողովուրդի կողորմիս ողորմի, եթե չես ողորմի, ինձի գնաց խրկել ամեն, չէ։ Եվ Աստված իր թեմը ով տեսավ, Մովսես տեսավ, Մովսեսի բարեխոսությամբ, ուսավ ով է ժողովուրդները պիտի չի ուսեն, որ դու Իսրայելը հանեցիք, որպեսզի անաբատի մեջ փչացնես։ Եվ Մովսես կեցավ Աստծո առջև, եւ ասավ ով դեր ողորմի, ով դեր ողորմի, ով դեր ողորմի։ Եվ բարեխոսական աղոթք փաստացնողը Աստվածահաճո կյանք ունի, Աստված ժամանակները կփոխի։ Մեղքը անբարիշ չի տորում, բայց Աստված իր ժողովրդին արիթ տվավ, որ անոնք դարձիկան։ Ուրիշ օրինակը Աստված Հովնանին ասավ գնան Նինվե քաղաքը եւ անոնց ապաշխարություն կառուցի։ Հովնան գնաց վերջում ապաշխարություն կառուցեց եւ Նինվեի ժողովուրդը ապաշխարեց։ Մինչև անասուններուն ձոն բահել տվա, փոքրեն մինչև մեծը 3 օր ձոն բահեցին և խոնարեցան Աստծո առջև։ Գիտեք այդ ժամանակ, որ Հովնանը քարոզեց, նորածիններ արկային 2-3 տարեկան, 2-3 ամսվա, 90 տարեկան ձեռուկներ, տատիկներ արկային։ Եվ Աստված Նինվեի ժողովրդին ողորմեցավ։ Այդ սերունդին ողորմեցավ։ 120 տարիներ ետքը եկեղեցու պատմություններից է Աստված Նինվեին պատճից։ Որովհետև այդ օրին ամենափոքր տարիք ունեցողը 2-3 ամսական եղումը գուցե ապրեցավ 90 եւ 100 տարի։ Այդ սերունդը նորածին են դուչել ամենաերեցը Աստուծո փառքութենեն պաշտպանվեցավ շնորհիվ Նինվեի ժողովրդին իսկական խոնարհության, զոհաբավության եւ ապաշխարության։ Եվ 100 տարի անցավ, եւ Նինվեի ժողովուրդը գրքին անկապնեց, մեղքերում դարձավ, եւ վրան 20 տարի անցավ, եւ պատմությունը մեզ իցել է Նինվեի ժողովուրդը պատժվեցավ Աստծո արդարության։ Մարիամի բարեխոսական խնդրանքով
Հարսնիքին ուրախությունը շարունակվեցավ, թե ոչ պիտի ընդհատվեր։ Տեսեք քույրեր, կնոջ աղոթքը աստվածային ժամանակը կփոխի։ Ձեր հավատքով ըրած աղոթքը ձեր շրջանային մեջ փոփոխություններ կբերի։ Կնոջ աղոթքը գացությունը կփրկի։ Այն րոպեին, որ խիստ օգնության գալիքը կա, սիրելի քույրս ու աղոթքը փրկության թորը կբանա։ Գնոջ աղոթքով Քրիստոսի հրաշագործ զորությունը ու փառքը կհայտնվի։ Գնոջ աղոթքով եկեղեցու ուրախությունը կգոյատևի։ Ես խոսում եմ Մարիամի երկրավոր կյանքի մասին, իր երկրավոր ըրած աղոթքի խնդրանքի բարեփոխության շնորհիվ Գանայի հարսնիքին մեջ աստվածային ժամանակ փոխվեցավ, Գանայի հարսնիքին ուրախությունը շարունակվեցավ, Գանայի հարսնիքին մեջ Քրիստոսի առաջին հրաշքը եւ Քրիստոսի աստվածությունը դրսևորվեցավ։ Հիսուս Քրիստոսի առաջին հրաշքը այս է, որ Մարիամի միջնորդությամբ եղավ։ Եվ հիմա այս առաջին կետը կուզեմ ամփոփել եւ ասել սիրելի քույրեր եւ մայրեր, մեր մայրերը մի զարմանաք, որ դուք Մարիամներ եք։ Կհամաձայնիք հետս, դուք Մարիամներ եք։ Ինչ կգարտանք, մինչ ինք ժողովուրդին կսորվեցներ, իր մայրը ու եղբայրները դուրսը գայիներ էին ու կուզեին իր հետ խոսիլ։ Ես ավետարան կգարտամ սիրելիներ։ Մեկը իրեն ասավ, ահա քու մայրը ու եղբայրները դուրսը գայիներ են եւ կուզեն քեզի հետ խոսիլ։ Անալ ասավ իրեն ըսողին պատասխան տվավ ու ասավ. Ով է իմ մայրս եւ որոնք են իմ եղբայրներս։ Հիսուս մարմնավորեն անցավ հոգևորի, անցավ հավատքի եւ իր ցերկը դեպի իր աշակերտներուն երբեցնելով, իր աշակերտներուն մատնացույցը ասավ. ահա իմ մայրս եւ իմ եղբայրներս։ Բասնզի ով որ իմ երկրավոր հորս կամքը կգադալե, անիկա է իմ եղբայրս, քույրս ու մայրս։ Սիրելի քույրեր, դուք Քրիստոսի մայրերն եք, դուք Քրիստոսի քույրերն եք, սիրելի եղբայրներ, դուք Քրիստոսի եղբայրներն եք։ Եվ ասիկա ավետարանական ճշմարտություն է։ Երբ դու հոր երկրավոր հոր կամքը կգադալես, քու աղոթքդ կլսվի։ Եվ Քրիստոս քեզի չի տեսներ սովորական անձնավորությունը, այլ կտեսնե իր հարազատ հոգիի քույրը եւ եղբայրը։ Ասիկա մեծ առանձնաշնորհում է, ասիկա մեծ բանիվ է, որ Հիսուս Քրիստոս շնորհեց բոլորին, հատկապես մայրերուն եւ քույրերուն, որովհետեւ այդ ժամանակ գին արարածը իր դեղը չէր ունեցած այլ մարդոց սրտի գարշության բաճ։ Ինչու գինը իր դեղը չի կդա, որովհետև դղա մարդը անդեսեց ոչ Աստված և ոչ Հիսուս Քրիստոս։ Եվ Մարիամի բարեփոխական խնդրանքով Հիսուս եկեղեցին շնորհեց նոր կին։ Քույրեր եկեղեցին ձեր աղոթքին գարիք։ Քույրեր շնորհիվ ձեր աղոթներում եկեղեցու մեջ աղբություն, սեր և միաբանություն առաջ կուք։ Երկրորդ կետը, որ կուզեմ վերարնել, գիներ Հիսուսի սպասավորություն գնեն։ Եկանք Լուկաս 8-րդ։ Անգե հետո ինք քաղաք ու գյուղեր ու բդդելով կքարոզեր և Աստուծո թագավորությունը գավետարաներ ու 12-ը իրեն հետ էին։ Հիսուս իր հետ 12 աշակերտներ։ Տեսեք, նաև քանի մգիներ
որոնք չար ոգիները ու հիվանդությունները բժշկվել էին։ Մարիամը, որ Մագդաղենացի կոչվեր, ուրգե 7 թև ելեր էր, եւ Հովհաննա պրոֆտեսի դան վերագացուն Կուզեի գինը ու Շուշան եւ շատ ուրիշներ, որոնք իրենց ստացվածքով անոր ծառայություն կնեն։ Աստեղ Ղուգաս Ավետարանիչ ֆիլմնա, որ շեշտ տված է Քրիստոսի հետևող գիներուն անունները, երբ որ գարկը առաջանում եկավ, սա 12-ը, դուք գիտեք, դուք ծանոթ եք անունքով են, բայց աստեղ Ղուգաս կներկայացնե գիները, որոնց մեջ կային ազնվականներ, բալատականներ, որոնց մեջ կային թևերը ազատվածներ եւ անոնցմե մեկենար Շուշաններ։ Այդ օրերուն, Քրիստոսի օրերուն, կանայք գրոնական վարդապետներուն մոտ չէին եկած։ Գրոնական դպրոցը, օրենքի դպրոցը միայն տղամարդոց էր։ Ամուսիններուն բառնականությունն էր սորվեցնել երեխաներուն եւ գիներուն իրենց տանը մեջ։ Մեկ արիք շնորհված էր գին մարդուն, որ իրենց ամուսիններուն հետ երթային ժողովարանները եւ ոնդեր ըլլային միայն ունգընտրողներ։ Ժողովարաններ ունեին հրյաներ ամեն քաղաքներում մեջ, ինչպես հալեւ մենք պաշտոնական եկեղեցի չէինք, մեր վայրը կոչվեր ժողովարան կամ կոչվեր աղոթարան, այդպես գիները երթային իրենց ամուսիններուն հետ։ Այն մարդիկ էին, որ մարգարեությունները, սաղմոսները, օրինացքիքը կգարտային, այդ օրվա թվիրները, վարդապետները կբացատրեին, կմեկնաբանեին, բայց գիները ոչ մեկ վարդականություն եւ բաժին չունեին։ Բայց այս հատվածի մեջ մենք կտեսնենք, որ գիները կհետևեին պատասխանած էր ծնի, որ եկեղեցվող քույրերը եւ եղբայրները կհետևին Հիսուսի լինելով Քրիստոսի աշակերտ։ Եվ այդ օրվա մեկնաբանությամբ եւ Ավետարանի մեկնաբանությամբ աշակերտը կանչված է նմանելու իր վարդապետին։ Մարդիկ վարդապետներ կընտրեին եւ իրենց ծավալը վարդապետին կանցնեին, որպես իրենց ծավալը եւ մեծնա այդ վարդապետին բես գիտություն ունենա։ Եթե նվագող է այդ վարդապետ, այդ ուսուցիչին բես նվագողը լավ եւ այլ։ Քրիստոսի հետևող գիները իրենց հավատքով, վարքով, նվիրումով նմանեցան իրենց վարդապետի սրբությանը, իրենց վարդապետի ծառայությանը։ Հիսուս ընդունեց գիներուն ստացվածքը եւ ծառայությունը։ Իսկ որոնք իրենց ստացվածքով անոր ծառայություն կնեն։ Ինչ կնշանակի այս բանը։ Հիսուս ինքը կառուցեց Ավետարանին ծառայողը Ավետարանին դառնալ։ Գարին մեջ աշխատող ես ընդուն չեմ կարող։ Հիսուս ընդունեց գնոջ պատիվը, ընձանները։ Միտե Հիսուս կարիք ուներ, չէ, բայց քնահատեց եւ օրհնեց, սիրելին էր, Հիսուս ընդունած է գնոջ զոհը, Հիսուս ընդունած է գնոջ պաշտամունքը։ Հիսուս կանանց ծառայության արիթ տվավ իր եկեղեցուն մեջ։ Ով Քրիստոսի ոտքերը ոտեցյո եւ ոնդեր Հիսուսին ճիս։ Տեսեք սիրելիներ, այն ծառայությունները, որ գիները բերին Քրիստոսի, Հիսուս անոնց բատմական, հավերժական քնահատանք կրավ։ Իսկ ինչ որ կուների, ուր որ Ավետարան պիտի կառուցվի, ու ըրած դատիվ և շատակ պիտի իշվի։ Շատ մարդիկ, շատ մեծ լումաներով դանջանին և Քրիստոսի
զոհաբերությունը, բայց Հիսուս որ մեկի շեշտադրեց, որ այսօր 2000 տարի է հիշի, այդ տնանք որ բևարի, որ ամը չունե, որպես քանակ, որպես խումար, ամենափոքրն էր, 2 լուման էր, 2 գորուշ էր, 2 սենտ էր, Հիսուս տեսավ կնահատեց և մինչև օրս գիհիշվի և մենք ալ մեր սիրո գրեչկային վրա կրեցինք, Հիսուս տեսավ տնանք որ բևարին և լուման և ասիկա հնողը դղամարն չէր, մեկը որ խիստ կարիք ուներ և Հիսուս ինչպես տեսավ և կնահատեց։ Հիսուս Քրիստոս եկեղեցով եկինելու ծառայության դերը։ Եկեք կարդանք Գաղատացիս 3-րդ գլխում 26-29 համարները։ Վասնզի ամենքը դա Աստուծո որդիներ է, Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքով։ Խոսքը բոլորին է։ Քանզի դուք ամենքդ որ Քրիստոսով մրգտվեցաք, Քրիստոսը վրանի կատարեցաք։ Երկու խորհուրդ Հիսուս պատվիրեց, որ մենք կատարենք, մգրտություն և հավատություն, երկուքին մեջ քույրեր եղբայրներ համահավասար։ Այսուհետև ոչ հրյակա, ոչ ում։ Հիմա ազգային տարբերություն չի մնաց Քրիստոսի հավատքով։ Ոչ ծառագա, ոչ ազատ։ Դասակարգի տարբերություն չի մնաց։ Ոչ արուգա, ոչ երեք։ Վասնզի դուք ամենքը դա մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք ու խոստումին նայելով ժառանգորդներ։ Սիրելիներ, լավ ուշադիրներ եք, փրկության մեջ արիվեք չի գա։ Քրիստոսի փրկությունը եղբայրներում և քույրերում համահավասար է, ոչ մեկ տարբերություն։ Դեր և դիլին մեկ մարմին է խորհուրդով։ Սուբջիկը մեզ ասպես կսորվեցին, ծնունդոցեն իվեր, անոնք երկու չեն, այլ մեկ մարմին են, բայց կնոջ գլուխը այլ մարդն է։ Մեկ մարմին երկու գլուխ չունեն։ Գինը կհնազանդի իր այրին, այրը կհնազանդի Քրիստոսին։ Եվ հոս կպահվի միությունը, եկեղեցական միությունը։ Եկեղեցու մեջ մենք Քրիստոսով մգրտված ենք միության համար, սակայն եկեղեցու իշխանությունը դրված է այլ մարդու։ Քույրեր իրենց բաժինը կբերեն եկեղեցու իշխանության ներքո։ Երկու գլուխ չի կրնավել քույրեր։ Եվ բարձր պատասխանատվությունը այլ մարդուց։ Եթե կինը հնազանդեցավ այլ, եթե քույրերը հնազանդեցավ իրենց հովիվին և հովիվը չհնազանդեցավ Քրիստոսին, վայ այդ հովիվին։ Շատ հատվածներ կան այդ հովիվներուն, որոնք Աստուծո Քրիստոսի չեն հնազանդի և գանդեսեն Աստուծոս։ Քույրեր իմ բարդականությունս է ավետարանը կառուցել։ Իսկ դուք կանչված եք ճշմարտությամբ ծառայելու Քրիստոսին։ Ճշմարտությամբ հնազանդելով ծառայեցեք Քրիստոսին։ Հնազանդեցեք ձեր եկեղեցու, ծառայեցեք խոնարհությամբ, ինչպես Քրիստոսի ծառայող լինելու կանոնները ավետարանների մեջ գրված է, ձեր կանոնները կենաց գրքի մեջ գրված։ Դուք երբեք մոռացված և դուք երբեք անդեսված չեք։ Եվ վերջին կետը պիտի ներկայացնեմ սիրելիներ, ինչ որ դերը սրտիս և ոգիս մեջ դրած է, պիտի խնդրեմ ամենայն զգուշությամբ հետևի այս բաժինը։ Նայինք նոր գդակարանի մնացյալ գիներում։ Փյունիկեցի գրոջ հավատքով իր աղջիկը բժշկվեցավ։ Հիսուս
Հրյաստանի Հիսուսն է, Լիբանանի հարավը, Փինիգեի կողմեր, ով կացած էր ծառայության, ասկինը Փինիգեցի, այսինքն ասկինը հետամուսնական ժողովուրդի գբատկան, Հիսուսի մոտեցավ, և հսա բժիշկեին աղջիկս։ Աշակերտները հրյական սովորության պատմում կան, սպես թիկնաբանները, Հիսուսին մին եղած, բայց ասկնոջ կովգար հավատքը, որ այս հավատքը պետք է իր ներսիտեն ջայթքեր դուրս կար, և ամեն բանի առաջ Քրիստոսի աշակերտներուն երկու քաջիկ տարերուն օրինակ ելավ, գինը չհանձնվեցավ, և հսավ դեր բժիշկե իմ աղջիկս, Հիսուս ուզեց ասկնոջ հավատքը դուրս անել, սավ արետ չէ դղայոց հացը արմեշուներուն դա, լավ չէ, ես հրյա ժողովուրդը տողնեմ և Քրիստոս շոտանոց Փինիգեցի բժիշկություն, զավակը բժիշկեմ, անոր բարի կնեմ, և ասկինը հսավ, այո դեր, քու փշրակը, քու գաբինքը, իմ ճակատագիրս կփոխե, ինձի քու փշրակը հերիք է, ինձ համար քու փշրակը բավարարություն է, Հիսուս ուզեց ասկնոջ հավատքը դուրս ելնել, պատկանի վերածվի, վգայության վերածվի, և Հիսուս ասկնոջը սավ, ով իմ, քո հավատքը մեծ է, սիրելի քույրս, գրնահատար որ տուն, դժվար պայմաններում մեջ կապից, դերևս շատ ողջ ունիս, դերևս վգայական չունիս, դերևս դակնավ ունիս, չգիտեմ, մեկը չգավոր նեղություն դակնավ չունի, բայց ես կսեմ կեզի, տուն հավատ ունիս, տուն հավատ կրնաս ունենալ, տուն կու հավատ կրնաս կործածել, կու հավատքիտ զորությունը նիմդական են չէ, գրտուտեն են չէ, պարծր բադիմով ամուսին ունենալիք չէ, կու կաղաքացիություն են չէ, կու պասպորըտ ամերիկյան է, կու պասպորըտ սիվիցերիական է, խնդիր չէ, Կրբանի փողոտ ինչ է խնդիր չէ, վգայականը ինչ է խնդիր չէ, ով գին սավ կու հավատքդ մեծ է, եթե այսօր դերի սերդիս վրա պատկամը տրած է սրելի կույրից, որ կուսև արնես և ասպերև կու այս ետնա, հավատքդ է, Հիսուս կկործե հոն ուր և հավատքը, հասակով ես, նիհան ես, չալ ես, խնդիր չէ, և այս գնգան աղջիկը բժիշկվեցավ։ Ապա մենք կտեսնենք դեր Հադեսի կինը, արյունահոսություն ունեցող կինը։ Այս կինը գուզեր Հիսուսի ներկայանալ, արգելք ներկաս։ Նախ ինքը ընկերության մեջ ներկա գտնվելու իրավունք չուներ։ Արգելափակված է, որովհետև դեր Հադես է, արյունահոսություն ուներ։ Այս կնոջ մարմինը թույլցած էր։ Այլևս իր մարմինի մեջ վետամին չեր մնացած, հողնած էր, թույլցած էր, դգարացած էր։ Այս կինը Հիսուսին պիտի մոտենա, Հիսուսի շուրջը գտնվող ամփոխը արգելք է։ Եկավ Հիսուսի պիտի ասնի, ճանապարհ չկա։ Եվ ավետարանիչները այս կնոջ հավատքը և կրած ջեղկումը շեշտադրած են։ Այս կինը կհավատա, որ եթե ինքը Հիսուսի հասնի, ինքը բժշկվի։ Փինիգեցի կինը հավատացած է, որ ինքը կերտա Հիսուսին և կվերցնե։ Այս է քրիստոնեական հավատքը։ Քրիստոնեական հավատքը մի անխտրել չէ, այն վստահությունն է, որ դու արիր ունեցալ Հիսուս Քրիստոսեն և այս կինը ջեղկեց։ Խնդիր չէ Հիսուսին տեսնելը կամ ոչ։ Խնդիր չէ Հիսուսի ցերկի իր վրա դնելը կամ ոչ։ Սա մի անհպնի իրեն, մի անհպնի դերերի դերոջ, անունցի չի մերժը, անունցի չի լկել, անունցի չար լեսել,
Սիրելիներ գնոջ հավատքը բացկամ է ավետարաններում մեջ, որ դու ընդունված ես, դու դերոջ աչքեն չես վրիված, դու մոտեցին մեկ այլ Հիսուսին, Հիսուս կմոտենա քեզ երկու այլ, եւ ասկինը հազիվ հրվեցավ, ջեղկելով ամփոփը, ջեղկելով արգելքները, մարդիկ ինչ կուզեն թողոսեն, չտարկում մեր մեջ կաց, բայց ինքը ջեղկեց եւ իր բժշկությունը ստացավ։ Ինչ պատկան ունի ասկինը մեզ, մոտեցիր Քրիստոսին, այդ հավատքով, որ Տերը քեզ չի լքել, անդես չներ, Տերը գուզե տեսնել միայն քո հավատքը։ Ուրիշ մեկտեղ մենք կտեսնենք Սամարացի գնոջ անարգանքը, ինչպես Հիսուս Քրիստոս գերբարանափոխեց առաքելության։ Աշխարհի վրա ուր կացած ենք, ինչ համակումար, ինչ պաշտանում, հորիններու համակումար, առաջնորդներու համակումար, ավետարանչական պատկաններ, բոլորը այս թեփքը վերգար։ Շատ լսած են Սամարացի գնոջ թեփքը վերածված քարոզի, լա հովիվներու, լա առաջնորդներու, լա ավետարանչական ժողովներու։ Սիրելիներ, այս գնոջ կյանքի մեջ ծարավ կար։ Եկեք ավետարանը դիտենք։ Հիսուս մոտեցավ այս գնոջ, իրեն պիտի ասե, որ քու կյանքի մեջ ծարավ կա, եւ քու ջուրը իմ քովս է։ Հիսուս սակով գինիզի ջուր դուր։ Խոսակցել են երկը, սակով որ աշջուրեն խմե, գծարավի, բայց աշջուրը որ ես տամ, հավիտյան չի ծարավեր։ Այս գնոջ կյանքի մեջ ծարավություն կար։ Եվ այսինը իր ծարավությունը ուզած էր հագեցնել իր գողքին ունենալով այլ մարդ։ Գինը գուզե իր գողքին ինչ լա այլ մարդ լա։ Եվ անոնք իր ծարավը չէին գրծած հագեցնել։ Մեկ հատ չէ, երկու հատ չէ, երեք հատ չէ, չորս հատ չէ։ Հիսուս կսե 5-րդը որ կողմեք այլ չէ, դեր ասկինը կփնտրեք որ կյանքի հագեցում։ Հիմա երևակայեցեք մեր շրջանակի մեջ մեկը հտա, որ իր ամուսին է 5-րդ։ Ինչպես կդիտեք դեպքը։ Արդյոք կմտածենք իսելու, որ աս կնոջ խեղճ վիճակը ինչ է։ Ինչ է աս կնոջ ծարավի, ինչ է աս կնոջ պապակը։ Եվ Հիսուս սավաչուրը ես կտամ։ Ես քեզ կփոխեմ։ Եվ քու անարգանքը կմերածեմ առաքելության։ Առաքելություն։ Երբ որ Սուրիա բանկերը գայցել էին, ես ընդհանրապես վարտաբետներում լսեի, ինչ բանկ է Սուրիա կերա։ Իտալացի վարտաբետ, ֆրանսացի մայրաբետներ։ Իսեմ սա ժողովուրդը Եվրոպա երթալու է, դուք ոս ինչու եկել եք։ Ինչպես մեզի ասեցին, բա ուրիշներ եկան, ինչու Հայաստան եկան, Սիրիայեն ելեք, ինչ կա Հայաստան։ Ասի մեզի լսող եղա, և վարտաբետմա, սա դղաս սա, ասիգա իմ առաքելությունս։ Ես ասոր համար ծնած եմ, ասոր համար ձերգված եմ, որ ես կարոզեմ Քրիստոս։ Գիտեք սիրելի քույրեր, շատ լավ կուներ։ Այս Սամարացի կինը, անարգված կինը, անտեսված կինը, Սամարիայի արքության թուրը բացավ, քնած վկայեց և մարդիկը հավաքեց նրան։ Եթե ես այս գնոջ կրածը Քրիստոսի աշակերտներուն հետ համեմատեմ, մեկ հատ ասպես Ամերիկյան մեծ վաու, գիտեք ինչու, որտեղ երբ որ Սամարացիները չուզեցին, որ Հիսուս Սամարիայի անցնի, Հիսուսին ասին, դեր թող որ Եղիայի պես գրակ իջեցնեք Սամարիան այրի։ Հիսուս այգու չոքի դերեք դուք, Սամարիան այրենք, Սամարիան պիճացնենք,
Եվ եկավ Քրիստոսի ժամանակը, Հիսուս մոտեցավ Աստծունոջ, աշակերտներուն ալ ուղարկած էր, Աստծունոջ անարգանքը առաքելությամբ ուղղեց։ Եվ ասկինը Սամարիայի արքունջան միջոցով։ Քույրեր դուք առաքելություն ունիք։ Ապա կտեսնենք Փիփե քույրը, որ Հռոմայից 16-րդ գլխի 2-րդ համարի մեջ նգսե ասկինը եղավ Կենտրայի եկեղեցու սպասավորը, բնակիրի մեջ շատ մտաքանությունների մեջ եկած է եղավ եկեղեցու սարգավանը։ Ամեն ծևով օգնական սարգավակ բառը մատուցողեն ավելի իսկական օգնական։ Եվ նամանավանդ ոչ թե որ միայն ֆիզիկական սուրճը թեյը մաքրությունը ներու ատկե ավելի հոգևոր սպասարկության մեջ։ Բրիսկիրան եղավ Ապոլոսի ուղորդիչը։ Մենք չենք կարդար, որ Բրիսկիրան ծերնակրված էր, մենք չենք կարդար, որ Բրիսկիրան հովիվուհի էր, բայց մենք ավետարաններու մեջ կգարտանք, որ Բրիսկիրան Ապոլոսի շիդակ ուղղության առաջնորդեց։ Հոգևոր քույրեր, հոգևոր հանճարկ ունեցող աստվածաբաշտ կիներ կարող են մարդոց առաջնորդել ճշմարտության եւ Բրիսկիրան ու Ագյուղասը դեր եւ դիգինը իրենց դունը բացին Բողոսի որպես եկեղեցի։ Սուբկիրքի մեջ ակնհայտ է, որ առաջին եկեղեցին սկսված է դուներու մեջ։ Եվ ասկույրը սավ ահա դունս եկեղեցի։ Անորամարտերը սրդիս վրա դրած է այն դունը, որ մտնե մաղոթելու, սեմոդեր այս դունը տաճարի վերած է։ Տուն արժանի ես հոն բնագիս, դեր և դիգինի մեջ բնագիս, և այդ դունի մեջ ավետարանը կարուս։ Եվ վերջին գետը, որ վեր պիտի արնեմ, Հովանու ընդհանրական երկրորդ նամակ։ Հովանես Արաքյալ ունի ավետարան, ունի հայտնություն Հովանու և ընդհանրական 3 նամակներ։ Ինչի մասին է երկրորդ նամակը։ Երկու փառք։ Նամակը կսկսի ով պատվական դիգին։ Նամակը գրված է, ուղարկված է ուղերձը տիկնոջ։ Այս դիգինը Հովանես Արաքյալի աշակերտուհին էր։ Հովանես Արաքյալի ծառայության միջոցով այս կինը ապաշխարած էր եւ իր դունը հացած էր եկեղեցի։ Հովանես Արաքյալի կողմանը սիրված եւ ընդունված էր։ Եվ գիտեք Արաքյալների ծառայությունը շրջի մեկտեղ միջև վերջային մնալ երթային ավետարան կարոզելու եւ այդ շրջանի մեջ մտա մոլար վարդապետություն։ Մարդիկ, որոնք կմերժեին Քրիստոսի աստվածությունը, դուներ դուն կմտնեին եւ մադրաշ, նորահավատ, դերահասակ, հավատացյալներին հավատքը կաղավաղեին, կփճացնեին։ Եվ Հովանես Արաքյալ այս նամակը գրել եւ այս տիկնոջ կսել հսկե եկեղեցու Քրիստոսի վարդապետության։ Այսօրվա մեկնաբանությամբ հսկե եկեղեցու աստվածաբանություն, որ չլատ է մարդիկ մտնեն եւ այդ տան խմբագի մեջ կսեն ոչ Քրիստոս աստծո ոչ Քրիստոս աստված։ Ինչ որ այսօր Երևանի փողոցներում մեջ մենք կտեսնենք։ Եվ քույրը ծեր սորված, ծեր ընդունած, մաքուր, լույսի ավետարանը, ծեր սորված եւ ստացած անխարտախ ճշմարտությունը դու կրնակ պաշտպանել, դու կրնակ հսկել ծեր շրջանակին, ծեր զավակներում, ծեր բարեկամներում, որ չլատ է թերահասակ նորահավատ հավատացյալները մոլար վարդապետության որսը
որովհետև շատեր փափակ ունի եւ կգարձեն, որ ամեն ինչ որ իրենց կներկայացնի բարի։ Ցավոք սրտի ես հանդիպեցա մերիներեն ոմանց սոցիալական գայքերում մեջ լայվ տված են, անոնց նկարներ, անոնց խոսքեր արած։ Գիտեք ասում չէ։ Պարզապես ասի նկարը տեսակ անիչապես առանց մտածելու հանրայից, գիտեք ասում մոլար են, Եհովայի վկաներ են, մոլումներ են, կացեք չնչեցեք, արդուն երեք, կամ հարցուցեք, և աս հսկողությունը քույր էր, Հովանես Արաքյալ, դիքմոչ տեղ, այսօր երբ որ դուն երկակ, երբ որ Հովանում նամակը գնացեք, և տեսեք ադրեց սնով է, և տեսեք անոր հաստված վարդականություն ինչ, Մեկ անգամ ևս ուսան, այո, քույր է, մենք ավետարաններում չենք տեսնել գնոջ սերնատություն, այո, մենք ավետարաններում չենք տեսնել բադվերը, որ գինը ստացն է եկեղեցու իշխանություն, բայց գնոջ հավատքը, գնոջ աղոթքը, գնոջ զոհաբերությունը, գնոջ ընձաները, գնոջ ուղղորդումը, գնոջ արդյուն միտքը, եկեղեցին անոր լայքն են սիրելին։ Եվ ես այս ճշմարտությունները ավետարաններն են խոսում։ Ես վարդապետական, հարամբարական դույթի մասին չեմ խոսում։ Ես մայրամաբանության մասին չեմ խոսում։ Բայց Հիսուս Մարիամի միջնորդությամբ եկեղեցու ուրախություն ամբողջացրեց։ Դու կրնակ բարեփոխական աղոթք բարձրացնի։ Քրիստոս ձեր անարգանքը արաքելության հետ։ Դուք Քրիստոսի մոտեցեք ոչ թե ուրացկանել, այլ մոտեցեք դուրսը վերցնել։ Իմ այն փոքր աղջիկը ասում, երբեմն դուն կկա, բաբային դունը կկա, հարցնելու պետք չունի։ Ջիսի կործիկը, պիչի կործիկը, կար մեկը տանի ու կործած է, գիտեք ինչ բաբային Ոչ ես պամոգիս է, ոչ չուն ես, ընտագարեք դուրախանան, թող գազարը, կվեջում, իդոխանը, բաբային դունն է, պատկանս ասա, Քրիստոս ձեր եղբայր, Աստված ձեր հայրն, մոտեցեք և վերցուցեք, և այսօր աստեղեն փոխված կացեք, քույր է օրհնյալ է, Եկեք բոլորս ոտնգայց ոտքի գանքնենք, ասպես սերկերը պած, Սեդեր Իսուս կեզի պարկ կուդամ, Սեդեր Իսուս կեզի պարկ կուդամ, որ ես դուրս տրդեմ, ես ու որդի դեմ, ընդունեցիր ու ողորմությանը ծիրովը և ինձի կեզի զավագը, ճանցիր Քրիստոսը և մոտեցիր Քրիստոսի, խորմուկ հավատքով և մեծ սիրով։